Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, անկեղծ ասած, եթե պարոն Թորոսյանի այդ պաթետիկ ելույթը չլիներ, այստեղ չէի էլ մոտենալու, Տիկին Բաբայան, ուզում եմ ձեզանից շնորհակալություն հայտնել զարգացման ծրագրի համար, բայց կարծում եմ պետք է համաձայնեք, որ զարգացման ծրագիրը իմաստ ունի, եթե քաղաքակիրթ երկրներում եւ քաղաքներում իշխանությունները ոչ թե պայքարում են սեփական գրպանի կամ ասենք այդ իրանց ունեցվածքի պաշտպանության քաղաքական կապիտալի վերածելու համար, այլ հաջորդում են իրար ինչ-որ ծրագրով եւ այդ ծրագիրը իրագործելու ցանկությամբ։ Այն իշխանությունը, որը որ ձևավորվել է այստեղ, ասում են շարունակում եք Հայկ Մարությանի զարգացման ծրագիրը։ Այո, որովհետեւ մենք չենք պայքարում մեր ունեցվածքը քաղաքական կապիտալի վերածելու։ Պարոն Թորոսյան, չգիտեմ ինչ խորհուրդ եք տալիս, հիշում եք անցած անգամ ասացի, որ մենք բոլորս գիտենք, որ Հայկ Մարությանը ում թիմից է, այ բայց ձեզ չգիտենք դուք ում թիմից եք։ Այսօր դուք այստեղ դիմելով գյումրեցիներին, ասում եք կընտրեք ընդդիմադիր թևից այն տեխնացուին, որը որ ավելի լավն է, ընդ որում այդ ընդդիմադիր թևից դուրս դնելով օրինակ Եվրադաշինքի առաջնորդին։ Եվ այստեղ շատ կոմպլեկտ Գյումրեցիներին մի ուղերձ եք տալիս, ասում եք սիրելի գյումրեցիներ, գնացեք եւ ընտրեք ռոպասերժական թևի տեխնացուին, որովհետեւ ձեր պայքարը, պարոն Թորոսյան, ձեր քաղաքական պայքարը դրա մասին է եղել, որովհետեւ ձեր առաջնորդ Հայկ Մարությանը Արցախի հայաթափումից հետո էլի ասում էր եկեք գնանք ընտրության, որովհետեւ այդ մարդուն աթոռն է հետաքրքիր։ Այս աթոռից մի հատ պատվիրենք, տվեք Հայկ Մարությանին թող հանգստանա։ Դուք էլ հանգստացեք, քննարկեք այն ինչ որ քննարկում եք։ Այստեղ Գյումրիի հարց չենք լուծում, պարոն Թորոսյան։ Գյումրեցիք էլ այնքան գիտակից են, որ ի տխրության ձեզ գնալու են ընտրեն այն տեխնացուին, ում ընտրելու են։ Այդ տեխնացուն ձեր սրտի տեխնացուն չի լինելու, պարոն Թորոսյան։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։